Բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ, 168 TV եթերում ռևյուի հերթական թողարկումն է։ Տաղավարում այսօր իմ հյուրը Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանն է։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ մեր հավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, սիրով։ Պարոն Պետրոսյան, ընտրական այս գործընթացը ձեր կարծիքով կարելի է ավարտված համարել, թե ինչպես ժողովուրդն է ասում, այս խմորը դեռ շատ ջուր կտանի։ Ինչպես եք ընդհանուր առմամբ գնահատում ազգային ժողովի այս ընտրությունները, դրանց նախնական արդյունքները, նախընտրական քարոզարշավը իր ձերբակալություններով, կալանավորումներով, ընդդիմադիրների քրեական հետապնդումներով հանդերձ։ Բավականին բազմաթիվ հարցեր հնչեցրեցիք ու բազմաթիվ հարցերի առումով էլ ես կփորձեմ ներկայացնել իմ կարծիքը եւ ընդհանրապես հանրություններն դա տեսել։ Տեսեք, նախ ընտրությունները գնահատվում են ոչ միայն ընտրություն կատարելու օրվա արդյունքներով։ Ընտրությունը գնահատում են քարոզարշավի ընթացքում, նախապատրաստման, ինչպես նաեւ դրանից առաջ։ Նիկոլ Փաշինյանը իր ոհմակով սկսեց ընտրություններին պատրաստվել վաղուց, 1 տարի եւ ավել առաջ։ Դուք գիշեք մինչև պաշտոնական քարոզարշավը ուրախ ավտոբուս էին վերցրել եւ շրջագայում են քաղաքներում։ Քաղաքներում շրջագայելով սկսել էին արդեն քարոզարշավ, որ օրենքի խախտում է բնականաբար, բայց դա որևէ իրավապահ մարմնի կողմից գնահատականի չէր արժանանում։ Այդ ժամանակ եւս բարեգործական քողի տակ բավականին լուրջ հանցագործության դեպքեր արձանագրվեցին, բայց իրավապահներից շատերը մեկնաբանում էին, որ դեռ քարոզարշավ չի սկսել, հետեւաբար դրանք բարեգործական խոստումներ են եւ խոստումները ընտրական կամ քարոզարշավի խախտումներ չեն։ Ներկուսակցական քարոզարշավի տակ է, չէ՞ դա։ Ներկուսակցական քարոզարշավի, նույնիսկ նրանք սկսեցին իրենց համագումարին էլ տալով ձևական բնույթներ, որ տեսեք մենք այնքան բաց ենք, որ ընտրությունների միջոցով ենք մեր ցուցակները կազմում, պատմության մեջ ոչ ոք այդպես չի արել, բայց բոլորս էլ տեսնում ենք, որ նույնիսկ իրենց նախինում իրենց վարչության կազմը ձևավորելիս ինչպիսի ընտրական խախտումներ եղավ։ 2 հոգին անցան վարչություն, հետո նրանց հանեցին, այլ անց ընտրեցին։ Այսինքն իրենք իրենց կուսակցության մեջ ընտրությունը մաքուր ու օբյեկտիվ չեն անում։ Ուր մնաց ազգային ժողովի ընտրությունները։ Ազգային ժողովի ընտրությունները արդեն ակնհայտ էր, որ սրանք արդեն հոգեխանգարմունքի մեջ էին ընկել։ Զուտ այն տեսակետով, որ ցույց էր տալիս սրանց վախը ապագայի նկատմամբ։ Օբյեկտիվորեն այնքան էլ քննադատ ենք սրանց ապիկար որպես անգերագետ եւ այլ ացականներով, բայց սրանք լավ հասկանում էին, որ իրենք չունեն ժողովրդի այն աջակցությունը, որը պատկերացնում են։ Այս ուրախ ավտոբուսով սրանց շրջագայությունը ցույց տվեց, որ ժողովուրդը ոչ թե սրանց արհամարում է, այլ նաեւ ատում։ Սրան վարքագիծը Նիկոլ Փաշինյանի զոհվածի սպայի քրոջ նկատմամբ ինչպեսի ագրեսիվություն կար, կամ մետրոյում զոհվածի կրկին Արցախի հիմա չեմ հիշում Մերժան Մոսյանի դստի հետ կապված մանկասակ երեխայի սրբություններ չունեցող անձի վարքագիծ են սրանք։ Եվ հիմա այս ոճով նրանք եկան ընտրության։ Տեսեք, ընտրությունների ժամանակ եւ նախորդող փուլերում բազմիցս մենք ասել ենք, որ ժողովուրդը չպետք է ակնկալիք ունենա, որ սրանք թույլ կտան, որ ժողովուրդը հաղթի իր ընտրություններով։ Երբեք Նիկոլ Փաշինյանին չի կարելի պատկերացնել, որ ընտրություններով կարող են հաղթել։ Օբյեկտիվորեն ժողովուրդը ընդդեմ է Նիկոլին, օբյեկտիվորեն չի ընտրել Նիկոլին եւ ԿՊ-ին բնականաբար, բայց մենք գիտենք ինչպիսի կեղծիքների գնացին եւ ինչպիսի խարդավանքների գնացին։ Եվ հիմա հիասթափվել ու ասել թե ինչպես պատահեց, որ Նիկոլը ընտրվեց, պետք չէր զարմանալ։ Բոլորը լավ են հասկանում, սրանց կողմից իշխանության կորուստը կյանքի եւ մահվան խնդիր էր։ Հետևաբար սրանք պետք է պատրաստ լինեին եւ պատրաստ եղան գնալու ամեն ինչի, ամենածանրագույն խարդավանքների, խուլիգանության, բռնաճնշումների եւ այս ֆոնի վրա մենք ակնկալենք, որ հիմա ընտրություններում պետք է ժողովուրդը հաղթել, չէր կարող դա լինել։ Բազմիցս ասել ենք նախապատրաստական աշխատանքները պետք է նաեւ ընդդիմությունը լավ սկսեր։ Մենք ասում ենք, որ բնակարանների վրա անձանց են գրանցում, որի մասին բնակարանատերը, սեփականատերը տեղյակ չի։ Տասնյակ հազարավոր մարդկանց գրանցել են, նույնականացման անհրաժեշտություն կա, հասցեների ճշտման անհրաժեշտություն կա, արեցին արդյոք ընդդիմադիրները, չգիտեմ արել են թե ոչ։ Նույնիսկ հանրապետության երկրորդ նախագահի տան հասցեի վրա այլ անձ գրանցել։ Բազմաթիվ անձիկ ուղիղ եթերներով ասում էին տան վրա անձ է գրանցվել, որին չեն ճանաչում։
Դուք տեսեք, պարզապես մի քանի ուշադիր քաղաքացիներ դա տեսան։ Բայց այդքան հեշտ է գրանցում անելը։ Նույնիսկ կառավարության որոշում էր կայացվել, անձի առանց սեփականատիրոջ համաձայնության անձին կարող են գրանցել իր տան վրա։ Տեսեք, ժամանակին, եթե անձը հասցե չուներ գրանցման, գրանցումները կատարում են ոստիկանության անձնագրային ծառայությունները, գիտեք։ Գրանցում էին ոստիկանության տարածքային բաժնի հասցեի վրա։ Եթե նա բնակարան չուներ, մշտական բնակության վայր չուներ։ Հիմա ասում են քաղաքացի որոշի ում տան վրա ուզում ես գրանցվի եւ տանում գրանցում են։ Եվ իշքան մարդ են բերել գրանցել տարբեր տեղերում, գուցե նույն անձին տարբեր հասցեներում մի 10 տեղ են գրանցել եւ այդ անձը գուցե 10 տեղել ընտրություն է արել։ Մի օր երևի ադրբեջանցիներն էլ բերեն, հա, գրանցեն։ Ինչի մի օր, ինչ եք կասկածում։ Օրեր առաջ ես տաքսի մեքենա նստեցի, տաքսու վարորդը բավականին պարկեշտ երիտասարդ 44 օրյա պատերազմի մասնակից տաքսու վարորդ էր։ Ասում է, Էջմիածնից թուրքեր է բերել Հայաստան, Երևան ներողություն։ Կոնկրետ հասցե է իջեցրել։ Զանգել է ոստիկանություն, որ պարզեն, եկեք պարզեք ինչ նպատակով են դրանք եկել։ Մարդը կարողացել է ընկալել, որ նա հենց ադրբեջաներեն են խոսում նույնիսկ լեզվի առումով իմաստություն ունեցել է։ Ոստիկանները այստեղ այն 5 անգամ զանգել են, կանչել են Էջմիածին, ասում է Էջմիածին գամ ինչ անեմ։ Ես իրանց Երևանում, Էրեբունի տարածքում եմ իջեցրել։ Դուք տեսեք անտարբերության ինչ վիճակ եւ հիմա չկասկածեք որ Հայաստանում այսօր առավելապես Երևանում լիքն են ադրբեջանցի եւ թուրքեր, շատ է։ Եվ ես չեմ էլ կասկածում որ նրանք եւս գուցե մասնակցած լինեն ընտրություններ, ինչ են կասկածում։ Իմիջիայլոց պարոն Պետրոսյանը հնդիկ այսպես միգրանտները, որ Երևանի ընտրություններին մասնակցել են, օրենքի կարգավորումը ինչպես է։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կեցության կարգավիճակ ունեցող անձը կարող է կացության կարգավիճակ ունեցող անձը կարող է մասնակցել ընտրությանը։ Հիշենք Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ 23 թվականի սեպտեմբեր ամիսներ, եթե չեմ սխալվում, բազմաթիվ տասնյակ, գուցե հազարավոր հնդիկներ, պարսիկներ, գուցե Պակիստանից, այլ երկրներից մասնակցել են ընտրությանը։ Մասնակցել են, այսինքն 9% Երևանի բնակչության քվե ունեցող անձը հավանաբար 3 կամ 4% այդ 9%-ի մեջ եղել են այլազգի անձիկ, որ Երևանի քաղաքապետ են ընտրել։ Հանրապետական ազգային ժողովի ընտրություններում նրանք պետք է քաղաքացիություն ունենան նոր մասնակցել, չեն կարող առանց քաղաքացիության մասնակցել։ Տեսեք նման ստոր վարկագիծ նաև դրսևորվեց արցախցիների նկատմամբ։ Նրանք ասում էին դիմեք Հայաստանի քաղաքացիություն ստանալ այն դեպքում, երբ Արցախի քաղաքացին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Բայց ստիպում էին, որ դառնան դիմեին ոստիկանություն, անձնագրերի վիզաների վարչություն, որպեսզի քաղաքացիության հարցը լուծվեր։ Եվ շատ-շատերը չարեցին դա, եւ նրանց թույլ չտվեցին ընտրություններին։ Դե կարծեմ մոտ 30-40 հազար արցախահայ է։ Մենք ունենք 120 հազար բնակչություն, լավ 120-ից 20 հազարը դիտենք երեխաներ, մի որոշ մասը դիտենք Հայաստանը լքեցին, չէ՞, այս բռնաճնշումների, այս ատելության ֆոնի վրա, բայց մենք ունեցել ենք 100 հազարից ավել Արցախի բնակիչներ, 30 հազարը դա թիվ չէր։ Միայն նրանք են հաստորեն իրավունք ունեցել։ Այո, միայն նրանք մյուսներին թույլ չեն տվել եւ ընտրական ցուցակներում չեն ընդգրկել։ Գիտեք, թե բավականին շատ լուրջ խնդիրներ կա, գուցե ապագայում կբացահայտվի իշխանապողությունից հետո։ Բազմաթիվ անգամներ հրապարակվեցին, որ Վրաստանում բռնվել են անձիկ, որոնք Հայաստան են փորձել տեղափոխել անձնագրեր, ID քարտեր, ID անձնագրերը էլեկտրոնային եւ նաեւ այլ անձնագրեր։ Ասում էին նույնիսկ 100 հազարից ավել։ Գիտեք, նույն թմրամիջոցի օրինակներ, եթե փորձում են 1 տոննա թմրամիջոց բերել կամ 1.5 տոննա, մինչ այդ բերում են 100 կիլոգրամ, 20 կիլոգրամ, ստուգում են տրանզիտը, ստուգում են մաքսային ճանապարհների հնարավոր անցանելիությունը։ Ինչ կասկած ունենանք, որ մինչև այս արդեն Հայաստան մուտք չի գործել շատ արդեն տասնյակ հազարավոր կեղծ անձնագրեր։ Ինչի մենք կարծիք չպետք է ունենանք, որ այդ անձնագրերով անձիկ են եղել, գուցե թուրքեր, չգիտեմ, գուցե այլ երկրի ադրբեջանցիներ, եւ այդ կեղծ անձնագրերը պատրաստելու արդյունքում դրանցով մասնակցել ընտրության։ Մենք իրավունք ունենք նման կասկած ունենալու։ Պարոն Պետրոսյան, հենց այս հարցերը իմի բերելով չեք կարծում, որ մեր հիմնախնդիրների մի զգալի մասը կամ մեծ մասը թե քաղաքական առումով, թե ընտրական process-ների առումով օրենքի մեջ է, օրենսդրության մեջ է։ Գիտեք, այդ մասին բազմիցս մենք մեր ընկերներով քննարկում ենք,
տեսեք սահմանադրության ձևակերպումները եւ սահմանադրությունը այնպիսի մեխանիզմներ, լազիկաբար օգտագործեմ, այնպիսի սողանցքները ստեղծել, որ ոչ մի կերպ չեն կարողանում սահմանադրական կարգի տապալման, սահմանադրական կարգի խախտման, ազգային ժողովի ընտրություններում կարողանալ Նիկոլի հետ կապված խնդիրներ գտնել։ Նիկոլը կարողանում է գտնել տարբերակներ եւ այդ սողանցքներով անցնում։ Հիմա տեսեք, ասում են, որ նա սահմանադրական մեծամասնություն չունի։ Եվ կարծիքներ են հնչում, որ կարող է ընդամենը ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարի եւ այն ուժերը, որոնք չեն անցել, ընդունենք ընդդիմադիր ուժերը չեն վերցնում մանդատները։ Երկրորդ, երրորդ ուժերը, դրանք շնորհապետական կուսակցություն կար եւ բոլորին դեմ է կարծեմ։ Բոլորին դեմ է։ Դուք տեսեք, սա թեմային չեմ շեղվում, ազգի տեսակի ինչպեսի զարմանալի դեգրադացիա։ Բոլորին դեմ, որ ոչ թե սկոպիտ բառ եմ օգտագործում, իրենք անում էին, փողոցում մուկ էին տշում, բոճկա էին գլորում, սարդ մարդու կերպարով էին գնում ընտրական հանձնաժողովի նիստին կամ փողոցում մասնակցում, 21000-ից ավել ձայն հավաքեց։ Պարոն Պետրոսյան, ես համաձայն եմ ձեզ հետ, բոլորին դեմը ավելի շատ ձայն հավաքեց, քան ասենք բավական ինստիտուցիոնալ հիմքեր ունեցող եւ ավանդույթներ ունեցող կուսակցություն Հայ ազգային կոնգրեսը կամ չգիտեմ այլ կուսակցություններ Ֆեդմոն Մարոկյանը, որի կուսակցություն, բայց համաձայն չեք, որ բոլորին դեմ է մի պայմանական ասած հաջողություն այդքան ձայն ստանալը հենց քաղաքական ուժերի կրեատիվության բացակայության հետևանքն է։ Եվ կրեատիվության բացակայության հետևանքն է, իրակի համաձայն եմ այդ առումով, բայց նաեւ ես համոզված եմ, որ սա իշխանական թեզերի իշխանության կողմից պլանավորված գործողություն էր։ Եվ դա եւ չնորապետականը, բառի բուն իմաստով Նիկոլ Փաշյանի եւ ՔՊ-ի աջակցող ուժեր են։ Եվ հիմա որ ասում են, եթե փոփոխություն անեն օրենսդրությամբ, ընդդիմադիրները մանդատը չվերցնեն, կարող են հետադարձ ուժ տալ օրենքին եւ այն ուժերը, որոնք ավելի շատ ձայն են հավաքել, նույն բոլորին դեմ եմ, նույն շնորհապետական անցնեն ազգային ժողով։ Այ խնդրում եմ պարզաբանել այս հարցը, որովհետեւ ես տարբեր մեկնաբանություններ եմ լսում հենց մասնագետներից եւ այդպես էլ մինչեւ վերջ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է լինում, երբ մանդատները չեն վերցնում ընդդիմադիր 2 կամ 3 ուժերը։ Նախ փորձենք հասկանալ վերցնել չվերցնելու հարցը, ինչքան սուր է, չէ, այսօր դրված օրակարգում։ Վերցնել թե չվերցնել, այս է խնդիրը։ Լինել թե չլինել սկզբունքն է դարել, կարծես։ Կարծես թե ընդդիմությունն է փակուղու առաջ կանգնած։ Դեռևս մեր համար հստակ չի վերջնական, որ Բարգավաճ Հայաստանը կանցնի թե ոչ։ Եթե հանցնի, այստեղ ավելի խնդիրը փոխվում է մի քիչ այլ հարթության վրա։ Բայց տեսեք, հիմա սկզբունքորեն մանդատները վերցնելու կամ չվերցնելու առումով մի քանի տարբեր գնահատականներ ու վարկածներ կան։ Առաջինը, ես ի սկզբանե ընտրությունների ժամանակ էլ դրանից առաջ էլ իմ շատ գործընկերներին ասում էի, որ ընդդիմության մեր գործընկերների մոտ շատերի մոտ ոչ թե ինքնավստահությունը բավականին լավ է, բայց ոչ ծայրահեղության առումով։ Բայց ինքնավստահությունը այնպեսի վիճակում էր հասել, ես կասեի ընդդիմադիր ուժերի, որ տեղ-տեղ դրանց մոտ ինքնահավանության ու ինքնասիրահարվածության էր հասել, որը կտրեց գետնից եւ իրական հաշվարկներ չարվեց։ Սա ամենավտանգավորն էր, որ Նիկոլը հաղթեց դրանով մեզ։ Հիմա տեսեք, ես ինչ համոզմունք եւ հասարակությունը ինչ համոզմունք ունենա, որ մանդատները չվերցնել սկզբունքը կկիրառվի 2 ուժերի կողմից։ Դուք պատկերացրեք չվերցնելը ինչպես է կիրառվում։ 212 ցուցակով անցնող անց կա Հայաստան դաշինքից եւ 200, եթե չեմ սխալվում, ուժեղ Հայաստանի։ Այսինքն յուրաքանչյուր 200-212 անց ամեն մեկը նոտարական վավերացմամբ պետք է դիմում ներկայացնի ընտրական հանձնաժողով։ Ով է երաշխավորում, որ այդ 200 անձը դիմում կներկայացնի։ Կարող են արդյոք իհարկե անհատականը, այնպես չի, որ կուսակցության առաջնորդը կամ դաշինքի առաջնորդը ասի, որ հրաժարվում ենք, ոչ, անհատական է։ Եվ ինչ երաշխիք ունեն, որ այդ 200-ից որևէ 10-20-ը մանդատը չի վերցնի։ Ամբիցիոզ տենց տղան։ Այս տարբերակով գուցե նրանք ստիպված լինեն վախ ունենալով, որ իրենց թիմի անկայունության պայմաններում ստիպված լինեն մանդատը վերցնել։ Հակառակ դեպքում մանդատը կվերցնեն անձիկ, որոնք անկայուն են։ Հետևաբար ցուցակները կազմելուց պետք է կարողանալ նաև կազմել առավել անխոցելի սուբյեկտներ, սկզբունքային անձիկ,
որոնք կարողանան նաև անձնական հեղինակությամբ մարդկանց առաջնորդել։ Չգիտեմ, այդ ցուցակում ինչպիսի անձիկ կան, բայց երաշխիքներ չկա, որ նրանք կհրաժարվեն մանդատից։ Երկրորդ տարբերակ, ասենք այդ տարբերակով ստիպված մանդատները պետք է վերցնեն։ Մանդատները վերցնելուց հետո դիտենք պետք է ունենան 41, ասենք, պատգամավոր։ Դա դեռ հարաբերական է նկատի ունենալով, որ Բարգավաճի ձայները դեռ հստակ չի։ Այս պայմաններում ինչ են կարողանալու անել։ Ընդհանրապես impeachment հայտարարելու համար ձայները բավարար է, ընդհանրապես։ Բայց impeachment սկսեցին չէ ժամանակին։ Ինչ-որտեղ նաև ծաղրի առարկա դարձավ թեման։ Կարծում եմ, որ impeachment որ սկսեն, Նիկոլի խմբից ուսապարկերից մարդ կարող են գողանալ։ Հիմա եւս նույն կարծիքն ունեն, որ եթե 8 հոգի կարողանանք վերցնել կամ 9 հոգի, չգիտեմ, մենք կարող ենք Նիկոլին զրկել իշխանությունից։ Բայց ինչ երաշխիք կա, որ հակառակ 20-41 անձանցից Նիկոլը չի հափշտակի։ Մենք նախադեպեր ունեցանք։ Գեգամ Նազարյան ունենք, Իշխան Զաքարյան, եթե չեմ սխալվում, պատիվ ունեմ Դաշնքից, չէ՞, ունեցանք։ Հիմա օրինակ են բերում Հովիկ Աղազարյանին ու Ասլանյանին, տեսեք, ասում են նրանք ԿՊ-ից հեռացան։ ԿՊ-ից հեռացան, բայց ընդդիմությանը միացան։ Նիկոլ Փաշինյանը բոլորին պահում է լուրջ կոմպրոմատների տակ, շատ լուրջ, որոնց վախի ազդեցությամբ, որոնց կաշառելու ազդեցությամբ, պաշտոն տալու առումով, նրանց կարողանում է մինչև վերջ իր բռի մեջ պահել։ Իսկ ընդդիմության կողմնակիցները, նկատի ունեն պատգամավորության թեկնածուները, կմնան այնքան կայուն, որ չտրվեն Նիկոլ Փաշինյանի գայթակղություններին կամ վախի ազդեցության տակ չեն ընկնի։ Իսկ ինչ տարբերություն կա ձեր կարծիքով այս նախորդ խորհրդարանի եւ հաջորդ խորհրդարանի, իհարկե կախված է թե ԲՀԿ կընկացնի թե չէ, այս հարաբերակցության եւ նախորդ հարաբերակցության միջեւ։ Հարաբերակցությունը ոչինչ չի տալի, եթե դիտենք սահմանադրական մեծամասնություն ունենալու առումով, տեսեք ինչ են ասում, ասում են նա առանցին պաշտոններում անձ չի կարող նշանակել։ Սա շատ պարզունակ մոտեցում է, գիտեք։ Մինչև այսօր Վանաձորում մենք ունենք քաղաքապետ ՇՊ պաշտոնավարմամբ։ Հա, մինչև հիմա պաշտոնավար է, այո, արդեն տարիներ շարունակ ԺՊ է։ Մամիկոն Աստանյանի ժամանակ։ Նույնիսկ ասում գլխավոր դատախազ չեն նշանակի։ Այդ գլխավոր դատախազին ժամանակավոր պաշտոնակատար կնշանակեն ու կպահեն։ Նրանց հետաքրքրում է օրենքի տառն ու օրենքի ոգին, օրենքի պաշտպանելու անհրաժեշտություն չի հետաքրքրում։ Բայց օրենքը թույլատրում է, այսինքն կարող է պաշտոնակար նշանակվի ու երկար պահեն։ Օրենքը թույլ չի տալի առանձին ծառայությունների մասին, օրենքը ասում է 6 ամիս ավել չես կարող պահել, բայց ով է հետևում դրան։ Ասում չեն կարող Խոչարաբեկ դատանի դատավոր ընտրել։ Եղածները կմնան, եղածներից մի երկուսին գործողում կազմակերպեն, գործողումների մեխանիզմներ աշխատում։ Այսինքն սա պարզունակ է պաշտոններ չնշանակելու հնարավորություն չի ունենա։ Ինչ ասել է դա։ Եվ հնարավորություն չունենալու դեպքում եւ իրականում որ կարող է ստացվի որ ընդդիմության ձայներ ընդդիմության կողմնակիցներին կարողանան իրենց կողմ քաշել դրա պատասխանով է տալու արդյունքում գործնականում ոչինչ չի փոխվում նախկին եւ ներկա իշխանություններին 36 падգամավոր ունեն երկուսը միասին հիմա ունենում են ընդունեն 40 կամ 41 ինչ է փոխում դա բայց մյուս կողմից պարոն Պետրոսյան չգնալ խորհրդարան եւ Նիկոլ Փաշինյանին ու իր կուսակցությանը թողնել միայնակ օրենքի եւ սահմանադրության հետ, որը ինչ ուզենա անի։ Չէ, գիտեք, դա էլ կա, որ վերջին հաշվով իրենց, գիտեք, սենց ես երբեմն սենց եմ գնահատում, ինչ տարբերություն այդ ընդդիմադիր անձը ազգային ժողովի դալիճում է, թե դալիճում չէ։ Միևնույնն է, նա անում է ինչ ուզում է։ Ու ամենաահավորն այն է, որ նա արդեն բացահայտ ասում է, թե ինչ է անելու եւ անում է դա։ Ինչ տարբերություն, նրանք այնտեղ կլինեն թե ոչ։ Դուք տեսել եք բազմաթիվ անգամ Նիկոլ Փաշինյանին հարցեր են տալի ընդդիմադիր падգամավորները։ Ինչ է տալիս դա։ Սուր հարցեր։ Ինչ սուր հարց տալիս է Նիկոլ Փաշինյանը ոնց ուզում պատասխանում։ Ոնց սիրտը քաշի, ոնց ցանկանում է, ինչ ցինիզմի, լեկտիվության աստիճանի ցանկություն ունի, այդպես էլ բացահայտում, այդպես է պատասխանում է հարցերին։ Ինչ է փոխվում։ Մի բան իրոք կա հանրային եթերում, որ ավելի հեռարձակման տեսանկյունից ամբողջ Հայաստանը տեսնում է դա։ Ինչ որտեղ պրոպագանդիստական մեխանիզմ կա, որ օգտակար կարող է լինել։ Ես վերջնական այն կարծիքին չեմ, որ մանդատները պետք չի վերցնել։ Գուցե պետք է վերցնել, գուցե ժամանակները իրոք կփոխվեն ինչ-որ նոր հնարավորություն կլինի աշխարհաքաղաքական մեխանիզմների մասին նաև խոսքս, որ պետք է այնտեղ լինի գոնե ընդդիմադիր ուժ, որ կարողանա Նիկոլ Փաշինյանից իշխանությունը վերցնել։ Սա զուտ
հույսի նշույլ է, որտեղ եթե ընդդիմություն չլինի այնտեղ միայն իրենք լինեն, հակառակ դեպքում ով է այն ուժը լինելու, որ օրինական ճանապարհով նկատի ունեմ ազգային ժողովում նոր վարչապետի տեխնացու կարողանալ առաջարկել։ Այսինքն մտնել խորհրդարան, որպեսզի պահպանել Փաշինյանի օրինական պաշտոնակության հնարավորությունը։ Տեսեք, ասում են, որ գնաք ազգային ժողով ընդդիմության, ասում են դուք լեգիտիմացնում եք Նիկոլ Փաշինյանի ապօրինությունները, որ ապօրինությունները դա անքննարկելի է։ Հարյուրավոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ, կալանքներ, խափանմիջոցներ կիրառեցին, քրեական հետապնդումներ, ճնշումներ, սպառնալիքներ, բազմաթիվ օրինակներ, նույնիսկ ընտրությունների օրը ծեծ մարդկանց նկատմամբ բռնություններ կիրառվեցին։ Բայց հիմա այս տարբերակում բոլոր դեպքերում նույն վտանգի առաջ կանգնում են նաև ազգային ժողով գնացող պատգամավորները։ Մի կարծեք, որ նրանց ցինիզմը այս ընտրական ընթացակարգում փոխվել է։ Մի մտածեն, թող ժողովուրդը չմտածի, որ նրանց լեկտիվությունը, ագրեսիվությունը ազգային ժողովում կնվազի, այս նոր գումարման ժամանակ չի նվազի։ Բայց այնտեղ լինելը բոլոր դեպքերում հույս է ներշնչում, որ վաղը միսօրը հնարավորության դեպքում հնարավորությունները գուցե իրոք շատ արագ փոփոխվեն, որ կարողանան օրինական ճանապարհով իշխանությունը վերցնել։ Պարոն Պետրոսյան, մինչև խորհրդարան մտնել չմտնելու հարցը ես կխնդրեմ մեկնաբանել ավելի առաջնային հարցեր, որոնցից կարող են բխել գնահատականներն ու հետևությունները։ Նախ պետք է ճանաչել արդյոք այս արդյունքները, նախնական արդյունքներով հանդերձ եւ մտնելով խորհրդարան լեգիտիմացնել փաստորեն այնինչ տեղի է ունեցել, դուք ասացիք ժողովուրդը օբյեկտիվորեն չի ընտրել Նիկոլ Փաշինյանին, այսինքն այս ընտրությունները պետք է համարել կեղծված ինչ որ առումով եւ եթե կեղծված ենք ասում, ապա ինչպես է դա կեղծվել, գիտեմ մի քիչ ընդհանրական հարցեր եմ տալիս եւ Բարգավաճ Հայաստանի հարցը ձեր կարծիքով ինչպես կլուծվի, որովհետեւ սրանից նույնպես շատ բան է կախված։ Իհարկե, նախ տեսեք, լեգիտիմացնել հարցը, որ մենք ժողովրդի մեջ ասենց նետել ենք ու ժողովուրդը ասում է, որ գնաք ազգային ժողով կլեգիտիմացնեք, ով է դա գնահատում, ով պետք է գնահատի այսօրվա ազգային ժողովը լեգիտիմ է թե ոչ։ Մենք ժողովուրդը մենք գիտենք, որ Նիկոլեն ընդհանրապես լեգիտիմ չեն Հայաստանում իշխանություն ունենալով։ Ազգային ժողովի լեգիտիմությունը պետք է քննարկի նաև միջազգային հանրությունը, չէ՞։ Դուք չեք տեսնում, որ Եվրոպան, Միացյալ Նահանգները արդեն տվել են կարտ բլանշ Նիկոլ Փաշինյանին ինչ ուզում է թող անի, եւ նա էլ անում է։ Հետևաբար լեգիտիմությունը դա абստրակտ ձևակերպում է, որը ոչինչ չի տալիս։ Կեղծիքների մասով բազմաթիվ կեղծիքներ եղան, բազմաթիվ ու բազմաբովանդակ ճնշումներ եղան, զինվորականներին դուք տեսաք ժամը 8-ից հետո բերել լցել էին խեղճ երեխեքին, հսկողության ներքո ընտրություններ էին տալու։ Համայնքապետարաններում տեսեք ինչպեսի ցինիզմներ դրսևորվեցին տարածքային ինքնակառավարման մարմիններում։ Այն հավաքը, որ բերել էին, արդեն ցուցադրեց Նիկոլ Փաշինյանի վերջի հավաքը ամսի 5-ին, եթե չեմ սխալվում, հրապարակում։ Դա ցույց տվեց, որ նաև ինչպեսի վարչական ապարատ օգտագործվեց նաև ընտրությունների համար։ Անվավերության ընտրությունների համար լավագույն ցուցանիշներից մեկը վարչական ապարատի հստակ կիրառումն էր, որի մասին նաև եվրոպական դիտորդները եւ արձանագրեցին, որ վարչական լծակներ է կիրառվել։ Նաև ԱՊՀ երկրների դիտորդները գնահատական տվեցին, որ վարչական ապարատ է կիրառվել։ Սա պետք է անվավեր ճանաչվի մեր ընկալմամբ եւ դե յուրե եւ դե ֆակտո, բայց ով է դա ընտրական անվավեր ճանաչելու։ Հիմա Հայաստան դաշինքը թե ուժեղ Հայաստանը դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողով, որ անվավեր ճանաչել ընտրությունները։ Մինչև այն երկու տեղամասին անդրադառնալը ես հիմա դա ասեմ։ Հիմա որևէ մեկը հույս ունի, որ Վահագն Հովակիմյանը, որը ծնվել ու մեծացել է Նիկոլի ձեռքի տակ, սնվել է Նիկոլի միջոցով, եղել է կուսակցության անդամ ազգային ժողովում, ամբողջ կյանքում երախտապարտ է եղել Նիկոլին իր թերթում աշխատեցնելու եւ փող վճարելու, չգիտեմ, շատ է վճարել թե շահագործել է այս արարածին, չեմ կարող ասել։ Եվ հիմա դարձել է հայ մեծ նկարիչ, դա եւ հիմա դա բնական է, որպես արդեն հայ մեծ նկարիչ։ Լիարժեք իրավաբան չլինելու պայմաններում դուք հիշեք, որ նա ազգային ժողովի падգամով ժամանակ ավարտեց ինչ որտեղ, չգիտեմ որ համասարանը թե որևէ բուղ ավարտեց։ Եվ ինչ որ մեկը ընդդիմադիր մեր գործիչներից հույս ունեն, որ Վահագն Հովակիմյանը պետք է հանկարծ հակառակ Նիկոլի ընտրությունները ճանաչի անվավեր։ Կա այդպիսի միամիտ մարդ Հայաստանում։ Համոզված եմ, որ չկա։ Հետևաբար ինչի են դիմում։
ըստ սկզբունքի դիմում են, որ արձանագրվի նորից կրկին անգամ, որ դիմել ենք եւ իշխանությունների կամակատար կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է։ Հիմա նաեւ երկու ուժերն էլ ասում են պետք է դիմենք սահմանադրական դատարան։ Բողոքարկել, իհարկե։ Լավ, անցյալ 21 թվականին էլ դիմեցինք։ Միթե չեն հասկանում, մենք չենք հասկանում վերջապես բոլորս, որ Նիկոլ Փաշինյանի բռի մեջ են հայտնվել բոլոր համակարգերը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սահմանադրական դատարանը եւ ընդհանրապես դատական համակարգը։ Դուք կարծում եք, որ սահմանադրական դատարանում կլինի 1 դատավոր, որ կարող է հանկարծ մտածել, որ ընտրությունները անցել են ճշումների, խախտումներով, վարչական ռեսուրսով եւ այլն։ Այդ բոլորը սահմանադրորեն անկախ մարմիններ են, չէ՞։ Մեկ ձևակերպում, իհարկե անկախ մարմիններ են։ Մեկ ձևակերպում, որ շաբլոն եւ միշտ կիրառվում է։ Այո, եղել են խախտումներ, կան առանձին դրվագներ խախտումների, արձանագրվել են, բայց ընտրությունների արդյունքների վրա չեն ազդել։ Այս ձևակերպումը տալու է կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ սահմանադրական դատարանը։ Որևէ խնդիր չի լուծվելու այդտեղ։ Հիմա տեսեք, Բարգավաճի մասով դուք հարցրեցիք, որը իրոք ահավոր խուլիգանություն ասել, խուշանություն ասել, անբարոյական ասել։ Տեսեք, Բարգավաճ Հայաստանին գործնականում անհրաժեշտ էր 65 թե 70 ձայն։ 60 ձայն կարծեմ, 60-61։ Ընդունենք 60 կամ 61 ձայն։ Հիմա երկու ընտրական տեղամասում արդեն կրկնակի ձայներ հայտնաբերել էին, որ Բարգավաճ Հայաստանից գողացվել է։ Դա այս 10-51 ու 35-65։ Այո, այդ երկու տեղամասերի գումարը բավարար էր, որ Բարգավաճ անցնի։ Հիմա չեն կարողացել այլ բան մտածել։ Այս երկու տեղամասերում ընտրություններին մասնակցել է 1000 եւ ավել անձիկ, եթե չեմ սխալվում։ Այս անձանց ձայները եւս որոշել են համարել անբավել։ Ենթադրաբար զինվորներ մեծ մասը։ Զինվորներ կլինեն տվյալները։ Խնդրեմ, ես չեմ 10 կոտորակ 51 ընտրատեղամասում, որը Նուբարաշեն թաղամասում է, այստեղ Բարգավաճ Հայաստանը մասնավորապես 131 ձայն, ՔՊ-ն 630 ձայն։ 35 կոտորակ 65 ընտրական տեղամասում, որը Սյունիքում է, ՔՊ-ն 593 ձայն, իսկ ԲՀԿ-ն 82 ձայն։ Ես մի բան էլ հավելեմ, որ ՔՊ-կարկառում ՔՊ-ականները այս մի քանի օրը նույն տեքստն են copy paste տարածում, որ ամեն անգամ երբ ուռա հայրենասիրական ոճով, որ ամեն անգամ երբ ընդդիմությունը սրանից հետո կտա բանակի եւ զինվորի անունը, թող հիշի, որ գեներացրել է մի process, որում հերթափոխից իջած զինվորները քվեարկեցին եւ նրանց ձայները անվավեր ճանաչվեցին։ Այսինքն, ո՞րն է սրի կայություն։ Դրա մասին բարձրաձայնելը, թե զինվորներին ժամը 8-ից հետո հերթափոխից իջեցնելը եւ պարտադրելը, որ ԿՊ-ի համար ձայն տան։ Սրիկայությունը սրանց կենսակերպն է, ապրելակերպն է։ Տեսեք, ինչ դեմագոգիայի մեջ են մտել եւ ինչպեսի ժողովրդի աչքին թոս փչելու նոր ձև են գտել։ Նախ կենտրոնական ընտրական հանձնաժողովին դիմելով ընդդիմությունը իրենց Բարգավաճը չի ասել անվավեր ճանաչի։ Նրանց պահանջը եղել է, որ մենք տարածքների տեղամասերի ձայները հաշվարկել ենք, հայտնաբերել ենք երկու տեղ, որտեղ մեր ձայները գողացվել են։ Նրանք խնդրել են, դիմել են, որ այդ ձայները հաշվառվի, ոչ թե տեղամասերում ընտրությունները անվավեր ճանաչվի։ Հաշվառվի։ Հաշվառելու դեպքում Բարգավաճ Հայաստանը հաղթահարում էր 4%-ի շեմը։ Հիմա ֆորմալ ընտրախախտումներ են արձանագրվել։ Ընտրական օրենսգիրքը արդյոք չի ասում, որ պետք է վերաքվեարկություն նշանակվի։ Նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ թե պետք է անվավեր ճանաչել առաջին հերթին, պետք էր Բարգավաճի ձայները հաշվառել եւ Բարգավաճին հնարավորություն տալ 4%-ի շեմ հաղթահարելու։ Չարեցին, որովհետեւ դա չէին կարող անել, բացահայտ էր, որ ակնհայտ էր, որ այս ձայները ունեցել է Բարգավաճը, իրենք չեն հաշվառել։ Այսինքն արձանագրության մեջ եղել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը համակարգում մուտքի արել պակաս սխալ թվեր։ Նման որոշում կայացնելու դեպքում, եթե անվավեր է ճանաչում, պետք է երկու տեղամասում կրկին նորից ընտրություններ կազմակերպել։ Այսինքն պետք է, եթե առաջի կետ անվավեր է ճանաչում, ես երկու տեղամասում, հետեւաբար երկրորդ կետը պետք է լիներ նոր ընտրություն նշանակել այս երկու տեղամասերում, նշանակելով կոնկրետ օր, որը չի արվել։ Ընդհանրապես նպատակը եղել է Բարգավաճի այս ավել ձայները չհաշվառել, որպեսզի 4%-ը չանցնի։ Եվ այդ դեմագոգիան, որ տեսեք զինվորներին հնարավորություն չեն տվել։ Գիտեք, ընդհանրապես բանակում ծառայություն անցնելու հետ կապված կա ռեժիմներ, հասկանալի է։
Գուցե մարդիկ սամանի հատվածում են ծառայություն կատարում, դիրքերում են լինում եւ այլն։ Բայց բանակի ստորաբաժանման ղեկավարը լավ է հասկանում, որ 12 ժամ է ընտրությունները։ Հետևաբար այն զորամասի 400-500 հոգի միանգամից գտնվում էին սահմանակետում, այդպեսի բանը չկա, դիրքերում էին գտնվում, հերթափոխում էին գտնվում։ Միանգամից այդպես չի լինում։ Մի ամբողջ զորամաս հերթափոխում մեջ է լինում։ Զորամասի մի մասը լինում է հերթափոխում, մի մասը հանգստի մեջ, մի մասը այլ ոլորտում ծառայություն է իրականացնում։ Հետո եթե զինվորների մասին են մտածում, ինչու են զինվորի քնի հաշվին տանում քվեարկության։ 10:30 ադբոյ է։ Պետք է քնած լինի։ Այո, ժամը մինչև 11-ը 12-ը ճիշտ է, իհարկե, նրանց բերել լցել էին ընդ որ ընտրության ապահովեին։ Պետք չի սրանք դեմագոգիան ընդունել, որ իբր տեսեք զինվորի ձայնը։ Մամուսների ձայները։ Չէ՞ որ այդտեղ բացի զինվորներից քաղաքացիներ են քվեարկել։ Դուք տեսաք Մելոյան անեի, չէ՞, եթե Գոհար Մելոյանը ցուցակներ ներկայացրեց։ ՔՊ-ին տեսեք ինչպեսի ձայներ էին ավելացրել։ 0 ձայնի դեպքում 717 ձայն, 7 ձայնի դեպքում 500 քանի ձայն։ Հիմա դա չի ազդել ընտրությունների արդյունքում։ Դե գլոբալ իմաստով չի ազդի դա, գլոբալ իմաստով։ Բայց որպեսի այդպեսի խախտումները գնահատել, դա գնահատելու պայմաններում պետք է ընդհանրապես ընտրությունները անվավերջանա չէ։ Սա է կարևորությունը, որը չի արվում։ Նկատի ունեք ամբողջ ազգային ժողովի ընտրությունները եւ հաշվի առնելով նաեւ միջազգային դիտորդների, ԱՊՀ դիտորդների, միջազգային ահազանգերի, թե ինչպիսի խայտարակ ընթացակարգով է գնացել քարոզարշավը եւ ընտրությունները։ Բռնաճնշումներ վարչական ապարատի ակնհայտ օգտագործում։ Դուք տեսեք այսօր լուրեր են պատտվում, որ Սյունիքի Գորիսի քաղաքապետ Արուշանյան կար, որը բավականին լուրջ հեղինակություն ուներ ընդդիմության։ Ասում են իր տեղակալին, խորհրդականին աշխատանքից հեռացրել է, որ լավ ձայն չի ապահովել Նիկոլի համար։ Տեսեք գունափոխության ինչպիսի երանգներ ենք ունենում, այսպիսի դեպքեր մենք ունենք։ Նույն Հայաստան դաշինքից ինչքանի անձիկ դուրս եկան։ Պատիվ ունեմնից ինչպիսի վիճակ առաջացավ։ Դրա համար ես այսօր մտավախություն ունեմ, իրոք մտավախություն ունեմ ընդդիմադիր դաշտում գտնվող անձանց կայունության, սկզբունքայնության, նվիրվածության, ոչ բոլորի, գուցեև առանձին անձիկ դա ունենան, բայց բոլորի առումով ես այդ մտավախությունը ունեմ, որ կարող է վաղը թեքվեն դեպի Նիկոլ։ Եվ ոչ թե Նիկոլի կողմնակիցը թեքվի դեպի մեզ։ Այս սա պետք է մենք շատ կարևոր գնահատական տալ։ Հետևաբար ինչ կանի այս իրավիճակում ընդդիմությունը, որովհետև հակադրվում է այսպես խորհրդան մտնելը եւ փողոցային պայքարը, դրանք արդյոք չեն կարող զուգահեռվել իրար հետ, այս իրավիճակում ընդդիմությունը ինչպես պետք է կողմնորոշվի։ Բոլոր դեպքերում ես կարծում եմ մատնատները վերցնելը ճիշտ է, բայց դա պետք է աշխատվի փողոցի հետ միասին։ Արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ մշտական կապի մեջ, մշտական համագործակցության, պետք չի ինքնահավանությամբ զբաղվել, ինքնասիրահարվածությունը վտանգավորության մեջ է գցում մի ամբողջ ժողովրդի։ Հիմա ժողովրդի մոտ հիասթափություն կա։ Տեսեք ժողովրդի շատ դեպքերում մտածում, որ հենց ընտրության օրը գիշերը պետք էր հավաքվել հրապարակում, շատ-շատերը նույն հարցն են բարձրացնում։ Չարվեց դա։ Զուգահեռ պետք էր արվել այո ընտրական հանձնաժողովի դիմացել գուցե հանրային ճնշումներ գործադրվեր, չարվեց։ Եվ հիմա չի արվում, տես գիտեք, եթե կրակը չես բորբոքում աստիճանաբար նա արագ մարում է։ Այս վիճակում ենք մենք հայտնվել, ընտրություններից անցել է արդեն գրեթե 1 շաբաթ։ Վաղը պաշտոնական հայտարարություն է տարածելու Վահագն Հովակիմյանը եւ չկասկածեք, որ նա ընտրությունները համարելու օրինական, դիտելու, ինչպես ասեցի, կան խախտումներ, բայց չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Պաշտոնական հրապարակում կանի ընտրությունների մասին։ 1 շաբաթ անցել է, հանրային որևէ միջոցառում չարվեց։ Գիտեք, մենակ եթերում խոսելով, ես կխոսեմ, թե իրենք որևէ մեկը, դա հանրությանը բան չի տալիս։ Հանրության մոտ ժողովրդի մոտ ծայրահեղ ծանր ընկալում կա այսօր, ապագայի նկատմամբ ծանր, մտավախություն կա։ Տեսեք Նիկոլել չի թաքցնում, որ ինքը անկլավ կոչված գաղափարը, որ մցրեց Հայաստանի բառապաշարի մեջ, մեր բառապաշարի, ինքը ընդհանրեն ընտրությունները կանցնեն առավելագույնը մինչև սեպտեմբեր 2 տարածքները հանձնելու է։ 2 տարածք նկատի ունեմ Տիգրան-Աշենը, Վայոց ձորի Արարատի տարածքից եւ Իջևանի հատվածից 2 կամ 3 գյուղեր։ Չի թաքցնում։ Ընտրություններից մի քանի օր անց է կառավարության Բարխուդարլու է։ Ընդ Բարխուդարլու, Սոֆուլու, հին այդպես անուններ կային, բայց դա այնպիսի գյուղեր են, որ Իջևանի մեջ մխրշված են։
Եթե դա 10 Իջևանի տարբեր գյուղեր, տարբեր տարածքներ կտրում ես արդեն։ Լավ, իրավական որևէ 5 Ադրբեջանը ունի պնդելու, որ Հայաստանի որևէ տարածքում ինքը ունի իրավունքներ կամ իրավազորություն։ Ես միջև հիմա չեմ տեսել օրինակ։ Ոչ ոք դա չի տեսել ու չենք էլ տեսնելու։ Ասում են քարտեզներով, ասում են Ալմատայի հռչակագրով։ Հռչակագրում որևէ քարտեզ, որևէ սահման նշված չի։ Իրանք ընդունում են այն քարտեզը, ինչ Ադրբեջանը բերում եւ սրանց մատուցում է։ Ես նկատի ունեմ, եթե որևէ տարածքում օրինակ ադրբեջանցիներ թուրքեր են ապրում, դա արդյոք նշանակում է, որ դա ասենք ադրբեջանական ԽՍՀ տարածք է։ Տեսեք, այդ փոքր գյուղեր են եղել, ես իշքան գիտեմ, շատ փոքր բնակչությամբ, եղել են զուտ ադրբեջանաբնակ։ Ոչ թե տարածքն է եղել, այլ ադրբեջանցիներ են ապրել։ Ադրբեջանցիներ ապրել են շատ Մասիսում, Վարդենիսում, շատ են ապրել այդ տարածքներում։ Երևանում նաև եղել է բավականին շատ ադրբեջանցիներ, բայց ապրել են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հիմա մեր Շահումյանը, Գետաշենը, դա եւ դրանք պատմականորեն հայկական են եւ ոչ չի կարելի դա համեմատել։ Չի կարելի համեմատել, որ այս տարածքը ադրբեջանական է, սա հայկական է։ Դրանք պատմականորեն Գետաշենը, Շահումյանը, Արցախը հայկական են եղել։ Սրանք պարզապես ադրբեջանցիները տեղափոխվել են բնակվելու Հայաստանի տարածքում։ Միշտ Հայաստանի տարածքում ադրբեջանցիները գյուղատնտեսությամբ զբաղվելով ավելի լավ են իրենց զգացել։ Հիմնականում եւ Սևանի ափի ափամերձ տարածքում, Ճամբարակի հատվածում, Գեղարքունիքի հատվածում շատ են ապրել, նույն Մասիսում։ Եվ իրանք կարողացել են գյուղմթերքի արտադրությամբ ապրել ու լավ ապրել։ Ապրել են Հայաստանում, բայց ապրել են Հայաստանի հողի վրա եւ ոչ թե Ադրբեջանի հողի վրա։ Մեր հայերը, մենք հայերս Ադրբեջանի տարածքում չենք ապրել։ Մենք Գետաշեն եւ Արցախ, մենք ապրել ենք մեր հողի վրա։ Եվ ման Նիկոլ Փաշինյանը բերում համեմատություններ է մտցնում։ Մենք ասում ենք, որ Ադրբեջանը 300,000 ադրբեջանցի բերում է իբրև թե իր հայրենի հողի վրա ապրել։ Այ մի քիչ շատ չի թմկահարվում այդ հարցը, համամիտ չեք, որ շատ թմկահարվում է, բայց պետք չի ոչ թե վախ մտցնել ժողովրդի մեջ, այլ ակտիվություն ու ագրեսիվություն մտցնել, թույլ չտալու այս իշխանություններին դա իրագործել։ Հավատացեք, դա իրականացնելու է Նիկոլը։ Եթե մենք չկարողանանք նրան զսպել իր այդ ցանկությունների մեջ։ Այս ամսվա 18-19-ին Նախիջևանում Արևմտյան Ադրբեջանի օրերը կազմակերպվում։ Պետական ֆինանսավորման, պետական աջակցությամբ։ Նույն Ալիևը բազմիցս ասել է, օդից չի ասում։ Նիկոլ Փաշինյանի հետ դա համաձայնեցրել է Ալիևը։ Նիկոլ Փաշինյանը տվել է իր համաձայնությունը եւ սահմանադրությունը փոխելու, եւ ադրբեջանցիներին Հայաստան տեղափոխելու, եւ Սյունիքով մեղրով ճանապարհ անցնելու, միջանցք դարձնելու, սրանք տվել են։ Դուք տեսեք Միացյալ Նահանգների դեպարտամենտի ղեկավարն էր թե փոխնախագահ օդանավակայան Մարկո Ռուբիոն պետքարտուղարը եկավ 40 րոպեի ընթացքում ամենակարևոր երկու պայմանագիրը օգտակար հանածոները, որը հիշեք Ուկրաինայում Թրամփը ինչ արեց Զելենսկու գլխին, նույնիսկ արհամարեց, ստորացրեց, չէ՞ Սպիտակ տանը, որ հետո ստորագրել, չէ՞ վերջին հաշվով Զելենսկին։ Կարևորագույն հանքանյութեր, թանկարժեք եւ հազվագյուտ մետաղների հետ կապված Ուկրաինային արդեն ծախեց, պայմանագրով տվեց Ամերիկային։ Հիմա Հայաստանում եկավ հազվագյուտ մետաղների, թանկարժեք հանածոների օգտագործման իրավունքը ստացավ։ Նույն ձևի, ինչպես եւ Ուկրաինայում Ամերիկան գիտի որտեղ է մատը դնում։ Ու ամենակարևորներից նաեւ Թրամփի Թրամփի աջակցության դիմաց, չէ՞, դա էլ ասենք, որ այո, Թրամփի աջակցության դիմաց մենք մեր հողերն ենք, մենք հանածոներն ենք տալիս։ Տեսեք, սա ասում են նաև շատ առաջացավ հրատապություն այն առումով, որ Չինաստանից սկսում է դժվարությամբ այդ նյութերը տեղափոխել, դրա համար Հայաստանում այդ պայմանագիրը նկատի ունեք, չէ, պայմանագրի մասին է խոսքս։ Իսկ հիմա նաև այդ պայմանագրում առանձին պայմանագրով փոխվեց նաև Թրամփի ուղու վերաբերյալ, որը շատերը չեն նկատել։ Այս կանոնակարգով Թրամփի ուղը կանոնակարգով կարևոր չի 26% մեզ 74 Ամերիկայի, այլ որոշ դրա մեջ փոփոխություն կատարվեց, որ Միացյալ Նահանգները իր մասնաբաժինը իրավունք ունի օտարելու երրորդ անձի։ Առանց Հայաստանի Հանրապետության հարցնելու կամ համաձայնության։ Այո, այդ վերջին ստորագրությամբ։
Եվ հիմա տեսեք հանգիստ դա կփոխանցի վաղ Ադրբեջանին, գուցե Ադրբեջան չի, առավելապես Թուրքիայի, որպես ՆԱՏՕ-ի գործընկեր։ Եղավ որ Հայաստանի մենք Սյունիքը տվեցինք։ Եղավ որ Ամերիկան դա անելու է։ Ամերիկային պետք չի այստեղ գտնվել, հանածոները իրեն բավարար են։ Իրան ինչի է պետք է ճանապարհը։ Պարոն Պետրոսյան, բայց համամիտ չեք, որ այս իրավիճակը հենց Նիկոլ Փաշինյանի համար Բաքվի բոլոր պահանջները կատարելու տեսանկյունից փակուղային են դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այսինքն նա չի կարողանալու կատարել այդ պահանջները։ Երբեմն մենք հայերս, մենք որպես հայերս, գենետիկ հայերս, մենք ոչ թե թուրքամոլ հայերս, մենք սովորում ենք ժողովուրդը այսպիսի բառ ունի, մեր արշավով ենք չափում դիմացինին։ Դուք այս պահին ձեր արշինով փորձեցիք չափել Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը այդ արշինը չունի։ Նիկոլ Փաշինյանը կարող է Երևանում էլ կառավարել։ Նիկոլ Փաշինյանը կգնա ամեն ինչի իր իշխանությունը պահելու համար։ Նիկոլ Փաշինյանին տեսեք վերջերս հրապարակվեց ըստ տեղեկությունների Ամերիկայի դեսպանատունն է հրապարակել Նիկոլ Փաշինյանի կողմից 96 թվականին դեռևս գործակալ լինելու։ 96 թվականին հատուկ ծառայությունները հրապարակել Արշակ Կարապետյանը, եթե չեմ սխալվում, նա իր հրապարակել եւ այլ տեղերից էլ ինչ-որ հրապարակումներ եղավ, լավ չեմ հետեւել, այսինքն չեմ հանդիպել։ 96 թվականին դեռևս նրան բնութագրել են, որ ամեն հոդվածի համար նա կարող է ստանալ $300-500 եւ որպես անձ անհատականություն բնութագրել են փառամոլ, սկզբունքներ չունեցող, ագահ անձ։ Սա 96 թվականի Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների բնութագիրն է։ Ես չէ որ տալիս եմ դա։ Եվ հիմա դուք փորձում եք Նիկոլ Փաշինյանին ասել, լավ, նա էլ է փակուղում հայտնվում Ադրբեջանի ցանկությունները կատարելու, ոչ։ Բացարձակ որևէ փակուղում չի հայտնվում։ Ես նկատի ունեմ, որ սահմանադրական մեծամասնություն չի ստացել եւ չի կարողանալու բոլոր այդ փոփոխությունները անել։ Գիտեք, քանի որ ես լավ եմ տեսնում այսօր Հայաստանում տեղի ունեցող իրավական դաշտը, նա կգտնի եղանակ եւ կանի։ Դուք պատկերացրեք, կարող է եւ հանրաքվեի երկրորդ տարբերակը կա, ոչ միայն ազգային ժողովով։ 300,000 անձի ստորագրությամբ բավական է հանրաքվե անցկացնել։ Կբերի կհավաքի այդպիսի անձանց։ Ընտրական հանձնաժողովը կդիտի, որ 300,000-ը իրական հայեր են, կդիտի, չկասկածեք, կանցկացնի հանրաքվե։ Դե հանրությունը պետք է իմանա, որ հանրաքվեի ժամանակ ոչ թե ազգային ժողովի ընտրության ժամանակ 30% մասնակցի 40 ընտրությունները վավեր են ճանաչվում։ Հանրաքվեի ժամանակ պետք է ընտրական իրավունք ունեցող անձանց 50%-ը պարտադիր մասնակցի, որ հանրաքվեի process-ը վավեր կոչվի։ Եվ պետք է 50%-ի մասնակցության պայմաններում 50% կողմ ձայն հավաքի, որ սահմանադրության առումով փոփոխություն կատարի։ Բայց հիմա վախ ունեն, հիմա չեն կարողանում եւ վտանգավոր են համարում հիմա դա իրականացնել։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչի ընդունակ է։ Նա հանգիստ կարող է անել ինչ ուզում է։ Եվ իմ վերջին հարցը, պարոն Պետրոսյան, ամփոփելով մեր զրույցը, մի քանի նախադասությամբ կխնդրեմ պատասխանել, ինչ արդյունքներ կհրապարակի ձեր կարծիքով կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնական, ինչ արդյունքներ պետք է սպասենք եւ ձեր կարծիքով որքան կտևի Փաշինյանի իշխանությունը Հայաստանում, հաշվի առնելով, որ նա կորցնում է հանրային աջակցությունը եւ իշխանությունը երևի թե այդքան էլ ամուր դիրքերում չէ։ Ոչ թե գուշակություն կանեմ առաջի հարցի պատասխանելու, այլ հստակ ես կասեմ, ես համոզված եմ, որ ընտրությունները կենտրոնական ընտրական հանձնաժողովը վավեր է ճանաչելու, ընդդիմությունը դիմելու է սահմանադրական դատարան, սահմանադրական դատարանը դիտելու է, որ ընտրությունները անցել են օրենքի շրջանակում, օրինականացնելու են ամբողջությամբ։ Այս հարցը փակվում է եւ հույս չունենալ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամ սահմանադրական դատարանը հակառակ որոշում կայացնի, չի կայացնելու։ Դրանք Նիկոլի ստեղծած համակարգերն են։ Եվ ինչքան կտևի դժվարանում եմ ասել, եթե մենք թողենք այսպես եւ քնենք, չակտիվանանք, նորից փողոցը դուրս չբերենք եւ նրան չմղենք այն անկյունը, որ միշտ քշված լինում է շարժումների հավաքների ժամանակ, նա կարող է կրկին անգամ 5 տարի ղեկավարել։ Բայց ես հույս ունեմ, որ ինքը առավելագույնը 1 տարի էլ չի ձգի։ Ես հույս ունեմ այդպես։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եւս շնորհակալ եմ։
160 թեմի հարգելի հետևորդներ, մենք շարունակենք ուշադրությամբ հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը ընտրական գործընթացի շուրջ եւ ընդհանրապես քաղաքական դաշտում։ Հիշեցնեմ, մենք զրուցում էինք արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանի հետ։ Կհանդիպենք։